Ողջույն բոլորին, Ռադար Արմենիայի եթերում Ռադար զրույց հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հյուրն է կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության տնօրեն Արմեն Բեգոյանը։ Խոսելու ենք վերջին տարիներին Երևանում իրականացված ծառերի փոխարինման աշխատանքների մասին եւ քննարկելու ենք մայրաքաղաքի կանաչապատման հետ կապված առկա հարցերը։ Ողջույն պարոն Բեգոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Վերջին տարիներին մայրաքաղաքում ծառերի փոխարինման աշխատանքներ են իրականացվում, արդյոք նախկինում եւս նման աշխատանքներ իրականացվել են։ Այո, իրականացվել են։ Դա ընդհանրապես անվերջանալի process է, ինչպես ամբողջ աշխարհում կամ լավ էսպես ասեմ, զարգացած քաղաքներում, այնպես էլ Երևանում։ Ժամանակին 80-ական թվականներին քաղաքի հատկապես կենտրոնական հատվածներից սովետական միության ժամանակահատվածում դուրս են բերվել ակացիաները, քանի որ իրենք լավ չեն դրսևորել Երևանի քաղաքային պայմաններում, կայուն չեն եղել հիվանդությունների նկատմամբ եւ դրան պետք է հետևեր թեղիների դուրս բերումը Երևան քաղաքից, որտեղ նրանք նույնպես իրենց վատ են զգում, մեր ժողովրդական լեզվով եմ ամեն ինչ ասելու, որ պատկերավոր լինի, այդ շիրա, որդու բլոճ, թափվող ծառերն են, նախ պետք է դրանք էլ դուրս բերվեին, բայց սովետական միության փլուզումից հետո հետևեցին տնտեսական ճգնաժամի, էներգետիկ ճգնաժամի տարիները, որտեղ քիչ չի որ դրանք չփոխարինվեցին, մի հատ էլ դրանց անդառնալի վնաս հասցրեցին, մարդիկ կտրում էին, կապ չունի որտեղից, տանում էին վառելու նպատակով, այդ թվականները այդպիսին էր, որպեսզի տաքանային կարողանային գոյատևել, հետևաբար առանց այն էլ այդ փոխարինման ենթակա ծառերը մի հատ էլ ստացան այդ հարվածը եւ նրանք երկար տարիներ շարունակ այլևս մեծ մասը դրանց այսպես ասեմ, այլևս այդ որ ասում են սաղարթ ստվեր, այդ ոչ սաղարթն ունեին, ոչ էլ ստվերն ունեին։ Չհաշվենք մնացած հիվանդությունները, այստեղ շատ մի կարևոր փաստ կա, որ ես կուզենամ նորից մեր քաղաքացիները սա լսեն, բնության մեջ ոչինչ հավերժ չկա։ Յուրաքանչյուր բույս, մարդ, կենդանի, դրանք բոլորն ունեն իրենց ապրելու կյանքի տևողություն։ Այդպես էլ բույսերն են։ Տարբեր թփեր ունեն տարբեր տարիք ապրելու, տարբեր ծառեր ունեն տարբեր տարիք ապրելու։ Փառք Աստծո, Երևանում տնկվել են ժամանակին անցած դարի 40-ական, 50-ական թվականներին այնպիսի ծառեր, օրինակ կաղնիներ, սոսիներ, որոնք շատ երկարակյաց են, կարող են ապրել քաղաքային պայմաններում մի քանի 100 տարի։ Դրա հետ մեկտեղ Երևանը արագ կանաչապատելու համար տնկվել են նաև շատ էժանագին ծառեր, ինչ վերաբերում է նաև թեղուն, Երևանը արագ կանաչապատելու համար, ժամանակավոր լուծում տալու համար, մի 30-40 տարի կանաչ պահելու համար, մինչև դրանք փոխարինվեն։ Հետևաբար պետք է նշեմ, որ թեղիները, ակացիաները ասեցի, որ փոխարինվել են հիմնականում, թեղիները դեռևս վաղուց պետք է փոխարինվեին, նրանց կյանքը քաղաքային պայմաններում սա էլ է շատ կարևոր։ Բնության մեջ կյանքը այլ բան է, քաղաքային պայմաններում այլ բան է։ Քաղաքային պայմաններում յուրաքանչյուր ծառ ապրում է գրեթե իր կյանքի կենսաբանական տարիքի կեսը, որովհետև մենք նա չի ապրում իր բնական միջավայրում, մենք նրան բերել ենք, տեղադրել ենք մայթ եզրին, փոշու, գազերի մեջ եւ ստիպում ենք, որ աճի մեր համար, բնակության համար, որովհետև ինքը շատ օգտավետ է։ Հետևաբար այդ ծառերը ապրում են ստրեսային պայմաններում, տնկման օրվանից։ Եվ նրանց եւ թեղիների կյանքի տևողությունը քաղաքային պայմաններում հաշվարկվում է 40-50 տարի։ Հիմա լսեցիք, չէ՞ որ ես ասացի, որ տնկվել են նախորդ դարի 40-ական, 50-ական թվականներին, այսինքն ոչ թե նրանք 40-50 տարեկան են, այլ 70-80 տարեկան են այդ ծառերը։ Հետևաբար թեղիները դեռևս 2000 թվականների սկզբին նրանք պետք է փոխարինված լինեին։ Եղել են նման խոսակցություններ, նաև Երևանի քաղաքապետարանում։ Կարող եմ ասել, ուղղակի քաղաքական կամք չի եղել, քանի որ ինքը ծառերի փոխարինումը քիչ թե շատ այսպես մի քիչ ցավագին են գալվում հասարակության կողմից, դրա մեղավորներն էլ կան, որովհետև
տասնյակ տարիներ շարունակ Երևանում միայն հատվել են ծառեր, ուտեղ ոչինչ չի տնկվել եւ հասարակությունը բավականին ցավագին է արձագանքում այդ process-ներին։ Հետևաբար ես կարծում եմ, որ չի եղել քաղաքական կամք, բայց եղել է հստակ պատկերացումը, որ դրանք պետք է փոխարինվեն եւ ահա ստեղծելով մեր կազմակերպությունը մասնագիտական, գիտական մեծ ներուժ ունեցող Երևանի քաղաքապետարանը վերջապես սկսեց այդ գործընթացը, ինչը բնության մեջ անխուսափելի է եւ եղան քննադատություններ, որ ծառահատում է արվում, առողջ ծառեր են կտրվում, ինչ կասեք այս քննադատություններին ի պատասխան։ Բացարձակ կեղծիք է, նախ սկսենք նրանից, որ Երևանում առողջ ծառերը շատ քիչ են, դրանց մոտ կեսը բավականին հիվանդ է։ Դա էլ ունի իր պատճառները, ես նորից եմ ասում 30-40 տարի, կներեք 20-30 տարի բացի թողի վիճակ, չջրված ծառեր, չխնամված ծառեր, չբուժված, չետված, ինչը հանգեցրել է այդ ծառերի գրեթե մասսայական հիվանդացմանը։ Ես չեմ կարող ասել, որ մենք Երևան քաղաքում շատ առողջ ծառեր ունենք։ Ես կարող եմ ասել դրանց մի 80%-ը ունի տարբեր տեսակի հիվանդություններ։ Սակայն այլ բան է, երբ ծառը կենսունակ է, այլ բան է, երբ ծառը չի ավարտել իր, այսպես ասեմ, կենսաբանական տարիքը եւ փտած չի, անսաղարթ չի, ուղղակի հիվանդ է, այդ դեպքում մենք դրանց փորձում ենք, չէ, եւ բուժում ենք եւ բավականին լավ է ստացվում, դա վերաբերում է սոսիներին, կաղնիներին, տարբեր տեսակի ծառերին, նկատած կլինեք ամռանամիսներին, մեր հայտարարությունները, որ փակեք դուռ լուսամուտները, հա, փողոցին նայող, որովհետեւ այդ հատուկ սարքերի միջոցով քիմիական պայքարի միջոցներ են օգտագործում։ Թեղիները այդ դեպքը չեն։ Այստեղ քիմիական պայքարի ոչ մի միջոց չի կարող օգնի։ Եթե մարդը 100 տարեկան է, մենք նրան ինչքան ուզում ենք դեղ տանք։ Մենք նրան չենք կարող սարքել 20 տարեկան։ Ինչու եմ ասում 20 տարեկան, որովհետև մարդը այլ արժեք է, իսկ ծառը այլ արժեք է։ Ծառին մենք դրել ենք քաղաքում, որպեսզի ծառայի մեր համար։ Հետևաբար նա, այսպես պատկերավոր ասած, պիտի լինի 20-30 տարեկան, որպեսզի կարողանա իր օգտակար գործողության մաքսիմալ չափով ծառայել հանրությանը, այն է ֆիլտրել օդը, կլանել փոշին, խլացնել աղմուկը, մի շատ գործառույթներ ունի ծառը քաղաքային տնկարկներում։ Եվ հետևաբար մենք բուժում ենք այն ծառերը, որոնք բուժման ենթակա են, որոնք կյանք ունեն ուղղակի, որոնք չեն սպառել իրենց։ Իսկ այն ծառերը, որոնք բուժման ենթակա չեն, դրանք թեղիներն են եւ նաեւ բարդիները։ Դուք էլ նկատած կլինեք, բոլորը վտանգավոր, փտած, գրեթե անսաղարթ։ Եվ մենք պետք է այստեղ հասկանանք, բացի էկոլոգիական տեսանկյունից, բացի գեղագիտական տեսանկյունից, մենք ունենք Երևանում անվտանգության, բնակության անվտանգության խնդիր։ Անցած տարի հարյուրավոր ծառեր են տապալվել մի թեթև քամուց կամ ձնից, որից մոտ 200-ի դեպքում կոտրվել է մարդկանց գույքը, ավտոմեքենաներ են մնացել այդ ծառերի տակ, խանութի ապակիներ են կոտրվել, կտուրներ են վնասվել կամ փլվել, այսպես ասեմ, այդ ծեր մեծ ծառերի տապալումից։ Եվ մարդիկ են վնասվել, բայց փառք Աստծո, նրանք հենց ծառի ընկնելու այդ մեջտեղում չեն եղել, բայց ով է տալիս այդ երաշխիքը, որ ծառը տապալվելուց մարդը հենց չի լինի այն վայրում, այս մեջտեղի վայրում, հա, անկման ծառի։ Եվ հետևաբար այդտեղ մենք կարող ենք ունենալ անդառնալի ելք եւ բացի նշվածած հանգամանքներով, որ պետք է փոխարինել դրանք հավիտենական բաներ չեն, նաեւ անվտանգային խնդիր ենք լուծում, որովհետեւ Աստված մի արած, եթե մի օր այդ տապալված բարդիների, թեղիների տակ մարդ եղավ, մենք այդ մարդուն կկորցնենք։ Իսկ քաղաքային իշխանությունների խնդիրն է նաեւ մարդկանց անվտանգության խնդիրը։ Այստեղ մի քանի պարամետրեր կա. մարդկանց անվտանգություն, էկոլոգիական վիճակ եւ երրորդը ծառերն այն աստիճանի հիվանդ են այդ ворթու բլոճոտ, ամբողջ իրանք սնամեջ են, փուչ է մեջ։ Եվ այդ սնամիջության պատճառով փտած այնտեղ ծմերում են այդ վնասատուները, այդ ворթու բլոճները։
իրանց համար բարգավաճման լավ միջավայր է նման հիվանդ եւ կենսունակությունը կորցրած ծառը։ Եվ հետեւաբար ձմեռելուց, այսպես բարգավաճելուց հետո գարնանը վեգետացիայի սկզբին, այդ կանաչելու սկզբին, նրանք դուրս են գալի եւ տարածում են ամբողջ Երևանի կանաչ ֆոնդի վրա։ Եվ հետեւաբար այդ վնասատուները վնասում են նաեւ այլ ծառեր։ Ուրեմն առնվազն մենք հիմա խոսեցինք 3 պատճառի համար. անվտանգային խնդիր, վնասատուների տարածման խնդիր եւ որ պակաս կարեւոր չի, որ այդ ծառերը ոչինչ չեն անում։ Կամ այս մեր լույսի սյունը, կամ այդ ծառը գրեթե նույն բանն է, ոչ սաղարթում։ Նոր տնկված ծառերի համար ինչքան ժամանակ է պետք, որպեսզի գործառույթը իրականացնեն։ Տեսեք, այստեղ էլ քաղաքային իշխանությունը երբեք այսքան ուշադիր չի եղել կանաչ ֆոնդի հանդեպ։ Երբեք քաղաքային իշխանությունը այս մատից հաստությունից հաստ ծառ չի գնել, որտեղ ծառերը մի քանի հազար դրամ են, իսկ հիմիկվա գնվող ծառերը մի քանի տասնյակ հազար դրամ են եւ կարող են հասնել մինչեւ 100,000 դրամի, մի փոքր էլ դրանից ավել։ Ինչու՞։ Որովհետեւ քաղաքային իշխանությունը գնում է 10 տարեկան եւ ավելի մեծ ծառեր։ Նրանց հաստությունը բնի սրան այս բաժակից էլ է հաստ։ Հետևաբար գնում է կայացած ծառեր։ Ինչու՞։ Որովհետեւ Երևանի կանաչ ֆոնդի վիճակը այնքան բացի թող եղել, որ մենք ժամանակ չունենք սովորական ձևով դրանց փոխարինելու։ Եվ ժամանակ չունենք այս մատիս հաստության ծառը տնկելու եւ 10 տարի սպասելու, որ նրա բունը դառնա այս չափի եւ ձևավորի սաղարթ եւ հետեւաբար նման միջոցներ է տրամադրում հատը 60, 70, 80, 90, 100, 1000 դրամով ծառեր ձեռք բերելու, որ այդ 10 տարին շահենք, չսպասենք, այսինքն մի անգամից տեղադրենք եւ մի անգամից նույն տարում ունենանք սաղարթ։ Ինչը օրինակ Թումանյան փողոցը է կամ Ալեք Մանուկյան փողոցում։ Մենք Երշերտ համալսարանի դիմաց այդպես տեղադրեցինք եւ 1 տարի հետո նրանց այդ երկու շերտի ծառերի ճյուղերը արդեն իրար են կպնում։ Հետեւաբար այդտեղ ստվերը արդեն կա ընդամենը 1 տարի հետո։ Եվ տարեց տարի ծառերը խոշորանալու են եւ այդ ստվերը ավելի շատանալու է, քան այն, ինչ որ ունեինք նույն Ալեք Մանուկյան կամ Թումանյան փողոցներում։ Ինչքան ժամանակ է իրականացվում այս աշխատանքները եւ մոտավոր քանի ծառ է փոխարինվել։ 2000-ից ավել 2500-ի կարգի մոտավորապես, այսպես կսխալվեմ, որովհետև կոնկրետ թվին չեմ տիրապետում այս պահին, չեմ հիշում ավելի ճիշտ, եւ այդքան փոխարինվել է մոտ 12 փողոցներում, եւ գիտեք, փոխարինման աշխատանքները անվերջ են։ 100 տարի, այս հիմա ինչով որ փոխարինվում են, այս 40-50 տարի ապրող ծառերը փոխարինվում են 100-150 տարի ապրող ծառերով եւ ավելի օդի մակրության տեսանկյունից ավելի մեծ ֆունկցիա կատարող ծառերով։ Բայց տեսեք, մի 100-150 տարի հետո մեր ծոռները կամ ծոռների թոռները նրանք էլ են փոխարինելու այդ տնկված ծառերը։ Ինչպես մարդիկ են փոխարինում մեկը մյուսին, այնպես էլ բնության մեջ ծառերն են փոխարինում մեկը մյուսին, թփերն են փոխարինում մեկը մյուսին։ Եվ հետեւաբար ինքը որպես այդպեսին անվերջանալի process է։ Ուղղակի հիմա մի քիչ process-ը massայական բնույթ է կրում, որովհետեւ 20-25 տարի գործ չանելը հանգեցրել է ֆոնդի կատաստրոֆիկ վիճակին եւ այդ միջամտությունը մենք իրականացնում ենք ավելի մեծ տեմպերով, որ գանք հասնենք մի նորմալ ելակետի, որ նոր դրանից հետո սկսենք հնարավորինս ավելի աստիճանաբար կատարել այդ աշխատանքները։ Եթե մենք կներեք չանենք սա, սպասենք, որ ծառերը ինքնուրույն տապալվեն, նախ սա անտարդ չի, որ մենք սպասենք, որ ինքնուրույն տապալվեն։ Մենք 5 տարի հետո, լավ 10 տարի հետո կունենանք Երևանի անապատացում։ Մենք Երևանը կիսաանապատային տարածք է։ Բոլոր ծառերը ինչ որ տեսնում ենք, դրանք բերված տնկված են։ Այստեղ չեն աճել այդ ծառերը։ Ժամանակին էլ։ Եվ հետեւաբար, եթե մենք թողենք այդ ծառերը, չգիտեմ, նույնիսկ դնենք անվտանգային խնդիրները մի կողմ եւ սպասենք, որ ծառերը
իրանք հերթով տապալվեն, չնայած արդեն տապալվում են եւ վաղուց են տապալվում։ Այդ դեպքում ինչ ենք ուզում, ասենք անապատացնենք քաղաքը, հետո սկսենք այդ ժամանակ տնկել։ Իսկ արդյոք հնարավոր չի այսպես աստիճանաբար փոխել եւ չհասցնել այդ կրիտիկական վիճակին։ Մենք հիմա դա ենք փորձում անել։ Կարող ենք ասել, որ աշխատանքների մեծ մասն արդեն իրականացված է։ Փոխարինման իմաստով։ Այո։ Կարող ենք ասել, որ կենտրոն վարչական շրջանում աշխատանքների մեծ մասն իրականացվել է։ Բայց դեռ կան վարչական շրջաններ, որի համար ոչ չենք կարող նման բան ասել, շատ վարչական շրջաններում դեռևս շատ փողոցներ կան, որտեղ վիճակը սարսափելի է, ծառերի, թեղիների եւ տարեցտարի բնականաբար ավելի սարսափելի է դառնում այդ ծառերի վիճակը, հետեւաբար բացառությամբ կենտրոն վարչական շրջանին, որտեղ ավելի շատ ենք փոխարինել, դա էլ պետք է մեր բնակիչները հասկանան, ոչ թե մենք տարբերություն ենք դրել կենտրոնն է, եկեք այստեղ շուտ փոխարինենք, թող այստեղ լավ լինի։ Կենտրոնն ուղղակի ամենահին թաղամասն է։ Հետևաբար ամենահին ծառերը կենտրոն վարչական շրջանում են։ Եվ հետևաբար ինչքան հին այդ նույն թեղիները, այնքան իրանք ավելի անկենսունակ։ Դրանով է պայմանավորված, որ կենտրոնում Բայց նախատեսվում են նաև փոխարինման աշխատանքներ, այլ տարբեր վարչական շրջաններում մենք իհարկե փոխարինել ենք Քանաքերզեյթուն, Շենգավիթ, ուրեմն Նորնորք, այնտեղ ծավալները ավելի պակաս են, այսպես մեկական փողոցներ են առայժմ արվել Բագրատունյաց փողոցը, Ուլնեցի փողոցը, կենտրոնում է, որ ավելի շատ է արվել, որովհետև ամենաողբալի վիճակը կենտրոն վարչական շրջանում է եղել ծառերի իմաստով։ Նաև խոսենք ընդհանուր կանաչապատման մասին, այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում։ Տեսեք, մեզ մեղադրում են, մանիպուլացնում են ոմանք, ես կասեմ իհարկե կեղծարարները, որոնք մեկ ձեռքից մատերի վրա, որոնց կարող եմ հաշվել, քաղաքական իրենց նպատակներից ելնելով ծառերի սպանդ, ինչ որ այսպես ահամրկեսոսիչ բառեր են կպցնում այս երևույթին, բայց պետք է նշեմ, որ դա բացարձակ կեղծիք է, որովհետև Երևանի քաղաքապետարանը վերջին 3-3.5 տարիների ընթացքում հիմնել է 7 ուրբան անտառ։ Նորանկախ պատմության մեջ Երևանի կանաչ ֆոնդը միշտ կրճատվել է։ Եթե վերջին 30 տարում հիմնվել է 3 հեկտար ուրբան անտառ, ապա վերջին 3 տարում հիմնվել է 60 հեկտար նոր կանաչ տարածք։ Եվ սա շատ կարևոր է։ Այ հիմա որ մենք փոխարինում ենք, կամ ինչ-որ այգում վերատունք ենք անում, կամ այդ չորացած ծառերը հատում ենք, տնկում ենք, մենք դա չենք հաշվում 60 հեկտարի մեջ։ 60 հեկտար ավելացած տարածքը դա այն տարածքն է, որ վերջին տասնամյակներում այդտեղ ընդհանրապես կանաչ չի եղել։ Դրանք նոր տարածքներ են։ Վերականգնելու համար է արվել Երևանի նախկին ֆոնդը եւ մենք կարող ենք վստահաբար հայտարարել, որ Երևանը այլևս ճիշտ է շատ դեպքերում չի ստացվել նույն տեղերում վերականգնել, որովհետև արդեն վաճառված են եղել հողերը, արդեն կառուցապատված են եղել հողերը, բայց փոխարենը մենք այլ վայրեր ենք գտել, քաղաքային հողեր եւ այդ վայրերում հիմնել ենք այդ ուրբան անտառները, ուրբան պուրակները, այգիները եւ հետեւաբար այդ ավելացած ֆոնդը 60 հեկտարը գումարելով Երևանի պակասած եւ եղած 850 հեկտարին ստանում ենք 910 հեկտար այժմյան Երևանի կանաչ ֆոնդը, պետք է նշեմ, որ սովետական միության լավագույն տարիներին այն եղել է 908 հեկտար, այսինքն մենք հասել ենք նույն ցուցանիշին եւ այո, հպարտանալու տեղ ունենք, ասելու, որ Երևանը այլևս այդ բացի թողի տարիներից, այդ տնտեսական ճգնաժամի տարիներից հետո, այդ անկանոն հողերի վաճառքից հետո Երևանին վերջին 3.5 տարում հաջողվել է վերականգնել իր կանաչ ֆոնդը եւ բերել սովետական միության լավագույն տարիների ցուցանիշին։ Այդ աշխատանքները եւս շարունակական բնույթ են կրում։ Իհարկե, դա կատարելու համար Երևանն անցկացրել է 120 կիլոմետր ռոռոկման համակարգ։ Մենակ պատկերացնել է պետք է այստեղից Գյումրի մի քիչ էլ ավել պատկերացեք, այդքան, եթե նույնիսկ խողովակաշարը չասեմ եւ դրա ջրիչները, տարբեր փականներ եւ այլն, մենակ այդ խրամատը, որ պատկերացնեք, դա Երևանի քաղաքապետարանի կանաչապատման հողակի աշխատողներ, մենակ այդքան խրամատ, որ պատկերացնեք,
պետք է հասկանանք, թե ինչպիսի տիտանական աշխատանք է կատարվել։ Չի տնկվել որևիցե բան, եթե այնտեղ չի բերվել նախորոք-վորոքման համակարգ, այսինքն ջուր։ Երևանը երբ կարող ենք տեսնել որպես լիարժեք կանաչ քաղաք։ Գիտեք, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի տեսնենք Երևանը լիարժեք կանաչ քաղաք։ Շատ ամբիցիոզ ծրագրեր ունենք հասնելու առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցանիշներին, այն է առնվազն 9 քառակուսի մետր մեկ շնչին մակերես, հուսանք, որ մոտակա 2-3 տարիների մեջ մեզ կհաջողի դա անել եւ Երևանն էլ կգրանցվի կյանքի համար բարենպաստ քաղաքների ցանկում, եթե մենք հաղթարենք դա։ Այժմ մոտավորապես 8.5 քառակուսի մետր է անձին բաժին ընկնող մակերեսը։ Մեզ պետք է որ այն լինի 9 լինելուց հետո արդեն Երևանը կհամարվի կանաչ քաղաք, բայց կանաչ քաղաք ասելն էլ միանշանակ չի։ Կանաչ քաղաքը պետք է լինի եւ իր կանաչ գոտիները զբաղեցնող տարածքներով մեծ եւ այդտեղ աճող առողջ բուսականությամբ, այլ ոչ թե հիվանդ եւ այսպես սաղարք չունեցող տաձև խիստ դեֆորմացված ծառերով պատված։ Քաղաքացիներից նաեւ ասում են, որ շինարարությունը, որ տեղի է ունենում Երևանում, խանգարում է կանաչ տարածքների առկայությանը, նաեւ այս մասով ինչ կասեք։ Գիտեք, այո, խանգարում է։ Էլի պիտի ասեմ, որ տասնամյակներ շարունակ Երևան քաղաքում էս անկանոն շինարարության պայմաններում ով ինչ 500 քառակուսի մետր հողակտոր ուներ, այդ 500 քառակուսի մետրներն կանաչ բետոնապատում էր եւ անցնում էր առաջ։ Սակայն վերջերս վերջի 3 տարին Երևանի քաղաքապետարանը ընդունել է վարում է մի քաղաքականություն կամ ընդունել է մի որոշում քաղաքային իշխանությունները, որով այլևս որևիցե անհատի պատկանող սեփական հողում, ասենք թե 1000 քառակուսի մետր սեփական հողում, նա միայն կարող է կառուցապատել դրա 40%-ը։ Մնացած 20%-ը պետք է տրամադրի կոմունիկացիաներին, այսինքն շենքի մոտիկանալու ճանապարհներին, իսկ ուղիղ 40%-ը պետք է լինի կանաչ։ Հետևաբար հիմա ինչպես է կատարում Երևանի քաղաքապետարանը իր այդ շին թույլտվությունները, հա։ Դա նաև մեզ մոտ է գալիս, որտեղ պարտադրվում է արդեն շինարարական բլոկի կողմից, որ 40%-ը պետք է կանաչ լինի, մեր մոտ անցնում է դենդրոնախագիծ, որովհետև մարդիկ մի բուր խոտ են ցանում, ասում են սա է մեր կանաչի, հիմա ոչ, Երևանը պարտադրում է, որ այդ 40% կանաչը լինի իր ասված ծառերով, իր այդ ծառերի հեռավորություն ինչպիսին լինեն, ինչպիսի ծառեր լինեն, որտեղ Երևանի գոտիականությունն է տարբեր, մենք 3 գոտիներ ունենք Երևանում, բարձր, նորք եւ այլն, միջին եւ ցածր գոտիներ։ Ընտրվում են արդեն գիտական հիմնարկի կողմից ծառատեսակներ տեղանքին համապատասխան տվյալ շինարարության եւ միայն այդ պայմաններում է, որ ստիպելով, խնդրելով ոնց կուզեք սեփականատերոջը մենք պարտադրում ենք այդ ծառերը եւ այդ բուսականությունը եւ միայն այդ ծառերով, այդ բուսականությունով դենդրոն նախագիծ բերելուց հետո է, որ վերջնական Երևանի քաղաքապետարանը տալիս է շին թույլտվություն եւ նույնն էլ վերաբերվում է ավարտական ակտին, երբ որ արդեն շինարարությունն ավարտում է, Երևանի քաղաքապետարանը ստուգում է արդյոք այդ 40%-ը կանաչապատված է եւ մեր միջոցով նաեւ ստուգում է արդյոք կանաչապատված է այն ծառերով եւ թփատեսակներով, ինչով որ հաստատվել էր այդտեղի դենդրոն նախագիծը։ Հիմա մեր քաղաքացիները կասեն, ոչ բոլոր տեղերում ենք տեսնում նման բան, այո։ Մեր երևանցիները պետք է հասկանան, որ այս գործողությունները իրանք կտեսնում են հիմա նոր եւ կտեսնեն սրանից հետո, որովհետեւ պետք է հասկանան մեր քաղաքացիները, որ հիմա այդ կառուցապատումները, որ գնում են, դա դեռևս շատ վաղուց տված շին թույլտվությունների արդյունքն է, հա, այսպես ասեմ։ Հիմա արդեն վերջին 3 տարում տրվածները բացառապես այդպես են եւ գնալով դրանք որ սկսվեն արդեն դրանց շինարարությունները մեր քաղաքացիները կտեսնեն եւ կհամոզվեն որ մոտեցումը այլ է։ Ես կարող եմ ասել համար առաջի տեղում է Երևանի
կանաչ ֆոնդի խնդիրները, ունենալու կանաչ բակեր, ունենալու նոր կառույցներ, շինություններ, դրանք կլինեն մանկապարտեզներ, դպրոցներ, պետական կառույցներ, թե բնակելի շենքեր, կապ չունի։ Դրանք պետք է գեղեցիկ եւ ֆունկցիոնալ ծառերով եւ թփատեսակներով կանաչապատված լինեն։ Ի վերջո կանաչապատման առումով որ քաղաքն է ձեզ համար օրինակելի, որ փորձում եք Երևանն այդպեսին դարձնել։ Սինգապուր կարող ենք ասել, այսպես տարբեր քաղաքներ կարող եմ ասել, բայց կանաչապատման առումով օրինակ բավականին երևի ես կասեի Ստեփանավանը։ Այնտեղ որ նաև մշտադալարների շատ ուրեմն լինելը, շատ գեղեցիկ, ուրեմն հաճելի տպավորություն է թողում մարդու վրա եւ բնականաբար այնտեղ օդը շատ ավելի մաքուր է, քան խոշոր քաղաքներում, սա էլ պետք է հասկանան մեր քաղաքացիները, եթե ընտրում են քաղաք, ուրեմն ինչ որ բան պիտի դուժի, չենք կարող ապրել քաղաքում եւ պահանջել Ստեփանավանի օդ քաղաք, մեծ քաղաքներում, հատկապես միլիոնանոց քաղաքներում իր առավելությունների հետ մեկտեղ էկոլոգիական առումով բոլոր մեծ քաղաքներում էլ կան խնդիրներ, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինն ենք, բայց շատ կայուն քայլերով գնում ենք այդ խնդիրներին լուծում տալու եւ վստահաբար տալու ենք այդ լուծումները, որովհետեւ 60 հեկտար ավելացած նոր կանաչ ֆոնդ, 120 կիլոմետր ոռոգման համակարգեր, 12 փողոցներում ոչինչ չանող փոխարինված ավելի արժեքավոր ծառեր եւ այսպես կարող ենք թվարկել էլ ձևավորման մասին չեմ խոսում, մշտադալարների ավելացման, մշտադալար թփերով ձևավորման, մի խոսքով աշխատանքները շատ են եւ մենք մեծ տեմպերով առաջ ենք գնում։ Պարոն Բեգոյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ ես հրավերի համար։ Շնորհակալություն այսօրվա համար այսքանն էր, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։